Պատմեք, ինչից սկսեցիք, ինչ ստացվավ, որ որոշեցիք դառնալ նկարիչ։ Որոշումս շատ ուշ է եկել, բայց ինչքան ինձ հիշում եմ փոքրուց նկարում էի նստած, ավելի մեծ հաճույք էի ստանում նկարելով։ Տենց ինչպես փոքրերը սկզբում զինվորներ, ռազմական թեմաներ, հետո սկսեցի ընտանիքի անդամների նկարել, բավական նման էր ստացվում, նույնը դպրոցում, ինչքան նկարելու գործ կար դպրոցում ինձ էին տալիս։ Հետո դպրոցում 8-րդ դասարանում ես բողոքի ակցիա արեցի, ինչպես հիմա է ընդունված ասել, որի պատճառով որոշեցին, որ ինձ պետք է դպրոցից հեռացնեն, եւ այդ ժամանակ լավ է, ծնողներս կողմնորոշվեցին եւ այդ իմ աշխատանքները ցույց տվեցին մի հրաշալի անձնավորություն, որի հետ իմ կապը մինչև վերջ իր կյանքի վերջը շարունակվեց շատ ջերմ եւ ինքը ասեց, որ այս տղան կարող է նկարել եւ փորձի ընդունվել Թերլեմեզյան ինստիտուտը ուսումնարանը ներողություն եւ այդպես այդտեղից սկսվեց, ասենք, ավելի կենտրոնացած դեպի նկարչությունը իմ ճանապարհը ու մինչև այսօր շարունակվում է ընդունվեցի եւ Սամվել Պետրոսյանը հրաշալի մարդ, լավ նկարիչ, ցավոք հեռացավ կյանքից։ Այո, Երևանում ինքը նաեւ զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ, ասինքն ինքը ասում էր ինչ պետք է կարդալ եւ հիշում եմ մեր առաջի հանդիպման ժամանակ դասից առաջ ինքը Ռեյ Չարլզի սկավառակը, ձայնասկավառակը դրեց ու ասեց այս լսելով պիտի նկարես ու մինչև հիմա այդ սերը դեպի երաժշտությունը ինձ չի լքում, դե կարճ այդքան բան։ Մի խոսքով մի քանի պատահականություններ, եթե դրանք պատահականություն են իհարկե, բերեցին ինձ այս ճանապարհի վրա։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, էտերում է Արեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Երևան քաղաքում։ Եվ այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի արվեստին։ Կայցելենք Նարեկ Անտաբյանի արեստանոց։ Արվեստը ծագել է դեռևս քարի դարում։ Նախնադարյան արվեստը անմիջականորեն միահյուսվել է նյութական արտադրության, մարդկանց աշխատանքային գործունեության հետ, կազմել նրա շարունակությունը։ Այն եղել է նաև սինկրետիկ, չմասնատված, միահյուսված ձևով միաժամանակ ընդգրկել արվեստի գրեթե բոլոր տեսակների տարրերը։ Հետագայում պատմական առաջադիմության եւ մշակույթի զարգացման հետ միասին արվեստի եւ արտադրության կապը դառնում է միջնորդավորված։ Առաջանում են արվեստի տարբեր տեսակներ, սակայն արվեստը իր էությամբ միշտ մնում է հասարակական, արտացոլում հասարակական հարաբերությունները։ Այս պատճառով դասակարգային հասարակության մեջ արվեստը դասակարգային է, ուսակցական։ Նա իր վրա է կրում ստեղծագործողի շահագրգռվածության կնիքը իր դասակարգի պատմական ճակատագրի նկատմամբ։ Այդ հանգամանքը արվեստը մոտեցնում է հասարակական գիտություններին։ Բայց ի տարբերություն վերջինների արվեստի միտումնավորությունը եւ կուսակցականությունը որպես կանոն հանդես չի գալիս բացահայտորեն, անմիջականորեն չի մատնանշվում հեղինակի կողմից, այլ բխում են նրա աշխարհայացքից եւ արտահայտվում է որոշակի երևույթների, արարքների, բնավորությունների, գործողության մեջ։ Արվեստի յուրահատկությունը գեղարվեստական կերպարների, տիպերի եւ բնավորությունների ստեղծումն է, կյանքի որոշակի երևույթների ընդհանրացման հիման վրա։ Սակայն ընդհանրացնելով այդ երևույթները, արվեստը վերարտադրում է դրանք կոնկրետ, եզակի ձևով, իրենց սեփական ճակատագրով, կենսական մանրամասնություններով։ Պատմությունը վկայում է, որ արվեստի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի եւ իրադարձությունների հետ։
երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղաքական, հասարակական եւ բարոյական խնդիրների նկատմամբ։ Killing me softly with her song. 90-ականներին այնց հետաքրքիր էր, թե ինչպես այդ երկիրը, որտեղից էս ամբողջ հրաշալի երաժշտությունը գալիս է Միացյալ Նահանգները եւ երբ որ սահմանները բացվեցին, ես առաջիններից էի, որ գնացի եւ այնպես ստացվեց, որ չնայած իմ առաջի ցուցահանդեսները Գերմանիայում եղան, բայց իմ նպատակը վերջը շփվել ամերիկյան արվեստի հետ, որտեղից այդ ամբողջ մշակույթը գալիս ժամանակակից, ազատ, քանի որ մենք սովետում էինք եւ առաջի երգերը լսելով հասկացա, որ ինչ ազատություն կարող է գոյություն լինել ստեղծագործության մեջ։ Իհարկե միջև այդ մենք նաեւ նկարիչների հետ էինք ծանոթ։ Փառք Աստծո, Հայաստանը իշնորհիվ նրան, որ Սփյուռքի բավական ինֆորմացիա էր գալիս եւ մենք չնայած ստիպված էինք մի արվեստի գիրքը տալ ուրիշին, որպեսզի նրա մոտի եղածը բերենք ու նայենք մի շաբաթ, նույնը ձայնասկավառակների հետ կապված հիշում եմ պետք է տանենք, մեկին տանենք, երկու հատ, հետո երկու հատ վերցնենք, բերենք, ձայնագրենք, բայց այդ ամեն ինչը հաճույք է եւ մեզ կրթեց, իմ սերունդը մանավանդ, որտեղ շատ հետաքրքիր երիտասարդներ կային այն ժամանակ եւ հիմա էլ ստեղծագործում են եւ շատերը բավական լավ բարձունքների են հասել։ Նպատակս իհարկե Նյու Յորքն էր, գնացի Լոս Անջելես ու 2-3 շաբաթից այն ժամանակվա Լոս Անջելեսը որ տեսա, ասեցի, չես, էսի դեռ Ամերիկա չեմ ասել։ Եվ արդեն գնացի Նյու Յորք ու կամաց զարմանալիորեն Գնացիք մի անգամից որոշելով որ մնաք։ Հա, ես գնացել էի մնալու 100%-ով։ Գնացել էի մնալու եւ այդ գաղափարը, այդ ցանկությունն էր, որ ինձ օգնեց բավական կարճ ժամանակում այնտեղ ոտքի կանգնել։ Դե նկարներն էլ գնահատեցին, հետո որպեսի կախված չլինեմ նկարների վաճառքից, ես կամաց մի աշակերտ երկու, հետո բավական մեծ ու հաջող դպրոց ստեղծվեց, որտեղ տարբեր տարիքի ամերիկացիներ էին գալիս եւ սովորում էին նկարել, բավական արագ սովորում էին։ Մինչև հիմա ես զարմանում եմ այդ արդյունքների վրա, որ ես ունեցա։ Բայց նորից եմ ուզում կրկնել, որ դա ի շնորհիվ բոլոր այն մարդկանց, ծնողներին, շրջապատին, որը հայրենիքում կար, եւ ես հասկացա, որ այն ուսումը, որ համենայն դեպս սովետական շրջանում մեզ մատուցվում էր, բարձր մակարդակի վրա էր։ Եվ ես զգացի, որ իմ գիտելիքները չեն զիջում, եթե ավել չեն։ Եվ այդ երազս էլ կատարվեց բոլոր այդ երաժիշտներին եւ նկարիչներին, որոնց ես ստեղ շատ սիրում էի, անձամբ հանդիպեցի շատերի մոտ, նույնիսկ գնացինք եւ ձայնագրության ժամանակ ներկա եմ եղել այնպիսի հանճարներ, ինչպես օրինակ հիշում եմ Ջո Զավինուլը, Մայք Շտերնը, ֆանտաստիկ գիտարիստ, որը Մայլս Դեվիսի հետ է նվագել, Ջիմի Սմիթը, եւ կարող եմ շատ նշել։ Այդ ժամանակում ուրախ եմ, որ իրանց հետ կարողացա հանդիպել։ Եվ այդ ժամանակ էլ, քանի որ մենք շատ լավ դասական ուսում ունենք, մեր ուսումը բարձր դասական որակի էր, ինչպես ասենք ռուսական բալետը, կլասիկ, եւ մի քանի եկեղեցիներում ես մեծ որոնանկարներ արեցի, դա իմ վերջին դասական շրջանն էր, որից հետո ես զգացի, որ ես պետք է ժամանակի հետ գնամ, մինչև էլ բավական աբստրակտ վերացական նկարչության մեջ էի, որտեղ ինձ ավելի լավ էի զգում, ավելի ինձ հարազատ էր, չնայած շատ ավելի դժվար էր
ավելի ժամանակ ես տրամադրում ժամանակ էր խլում վերացական արվեստը, չնայած շատերի համար որ նայում են ասում են, ես ինչ է, մի հատ կլոր է, մի հատ գույն է, բայց դրա տակ ամիսների աշխատանքա միջև որ հասնում ես այնպիսի մի որակի, որը ազդում է նայողի վրա, միաժամանակ չի բռնանում իր զգացմունքների վրա եւ ինքը փոխվում է նայողի հետ։ Մի տեսակ հայլու պես է, այսինքն նայողի տրամադրությունը փոխվում է, նկարը իր հետ կարող է փոխվել։ Իսկ եթե իսկապես նկարի մեջ դրված այդ շունչը, այդ որակը ինքը ապրում է եւ աշխատում է ժամանակի մեջ փոխվելով, որը որ շատ դասական նկարչության մեջ չունի այդքան հնարավորություններ իմ կարծիքով, իմ անձնական կարծիքով, ամենադեպս ես այդպես եմ կարծում։ Դուք երաժշտությամբ նաև երաժիշտ եք, թե երաժշտություն։ Չէ, ես մի քիչ գիտար եմ նվագում, բայց ուղղակի սիրող եմ։ Եվ ուզում եմ ասել, որ այդ պլաստինկաների հավաքածուն, որ ես ունեմ, ինքը ինձ համար նաև կամերտոն է, այսինքն լսելով լավ երաժշտություն, ես փորձում եմ իմ նկարները հասցնել, ձգտում եմ, ճիք եմ գործադրում, որ այդ որակին հասնեմ, իրանք ինձ համար նմուշ են որակի, որովհետև երբեմն իրականության մեջ, կենցաղի մեջ դու կորցնում ես այս զգացումը որակը պահելու։ Եվ դա նաև իմ համար գործիք է, որ այնպես չի, որ ես անընդհատ լսում եմ, բայց քանի որ ես կենտրոնում եմ ապրում եւ ամեն ժամին կենտրոնում ես ինչպես անվանում եմ հայկական ժողովրդական գործիք բալգարկանը հնչում 4 կողմը, ես այդ ժամանակ դնում եմ մի հատ լավ ձայնասկավառակ ու արդեն մտնում եմ միանգամից մտնում եմ այդ ստեղծագործական աշխարհի մեջ։ Հետո դուք էլի վերադարձաք Հայաստան։ Հա, հետո ես մտածեցի լավ, ինչ որ ձգտումներ կար, քիչ թե շատ իրականացան եւ ինչա վերջը, գուցե շարունակեմ ուրիշ տեղ, դե մտածեցի որտեղ ամենամոտը հայրենիքներ եւ ուրախ եմ որ այդ որոշումը ել ինքն իրան եղավ, ել ինչ որ ներքին մղում կար, որ երևի ես չէի կարողանում ինքս ինձ դրա մեջ որոշում ընդունել, բայց ինքն իրան մեկ էլ ստացվեց ու ես ինձ որոշեցի գամ ստեղ շարունակեմ։ Սկիզբը իհարկե շատ դժվար էր, որովհետև մի կուլտուրայից գնում ես մյուս կուլտուրան, սովորում ես այդ կուլտուրային ու գալիս ես նորից պետքա սովորես։ Պարզվում է շատ արագ շատ բաներ մոռացվում են, առաջի շոկը, որ ունեցա, երբ որ արհեստավորները ասեցին, վաղ առավոտ շուտ ժամը 11-ին քո մոտ կլինենք։ Ես ասեցի, Նարեկ, ուրեմն դու հիմա պետքա սովորես այս ձևերի մեջ նորից շարունակել կյանքը, բայց ժամանակը ցույց տվեց, որ որոշումս ճիշտ էր, ես շատ ուրախ եմ։ Իհարկե այստեղ դժվար է, իհարկե նյութական մասը շատ դժվար է, կորուստները մեծ են, բայց հույսով ենք, որ շուտով ես զգում եմ ոնց է փոխվում ամեն ինչ, ուրախ եմ, երիտասարդները հզոր են, իրանք մաքուր են, իրանք ավելի փորձ ունեն, ավելի ձգտում ունեն, քան թե մենք այն ժամանակ, որ ապրում ենք փակ երկրում, փորձում ենք կոտրել այդ սահմանները։ Մյուս մեր մանկության երազներից մեկն է, բացի այդ երաժիշտներից, ճամփորդելը ու բավական ինձ հաջողվեց գնալ հատկապես արևելք, որ ինձ միշտ փոքրուց հետաքրքրել է, որտեղ բոլոր կրոնները ես շատ սիրել եմ, շատ նուրբ վերաբերմունք ունեմ դեպի բոլոր կրոնները, սկսած Զարաուստրական եւ Զարաուստրայից մինչեւ չեմ ուզում թվարկեմ բոլոր կրոնները միասին վերցրած եւ լավ է թե Պարսկաստանը, թե Հնդկաստան, թե ընդեղի արվեստագետների, երաժիշտների հետ հանդիպել նույնպես։ Ոսանք ձեր երաժշտական
գործնեության մասին։ Ինչքանով ես եմ տեղյակ, դուք նաև խումբել եք ստեղծել երաժշտական։ Ես ոչ թե ստեղծել եմ, այլ մասնակցել եմ ստեղծմանը որոշ չափով, մեծ բախտավորություն էր, որ ես ծանոթացա մեր շատ լավ անվանի երաժիշտ Արտո Թունջբոյաչյանի հետ, պատահական մեկ ասեց, գիտես մի հատ հայ տղա կա, ինքը շատ մեծ երաժիշտների հետ նվագում, ծանոթացնենք քեզ, ասի, մեծ սիրով, հազիվ մեկը կա, որ երաժշտության մեջ մասնակցություն ունի, մանավանդ այդ տեսակի երաժշտության մեջ, մենք ծանոթացանք, շատ միասին օրեր անցկացրինք եւ Արտոն արդեն ուզում էր գալ Հայաստան, բայց մի խոսքով ես ոնց որ խթանեցի իր գալը եւ մենք միասին եկանք, երաժիշտների հետ ծանոթացանք, ոչ պակաս տաղանդավոր, շատ կարևոր է դա, ուզում եմ նշեմ, եւ մենք հրաշալի խումբը ստեղծվեց Armenian Navy Band, դժվարություններ ունեինք ձայնագրելու սկզբում, հետո ավելի հեշտացավ, համերգներ տվեցինք ու մի խոսքով ուրախ եմ, որ այդ կողմից էլ Արտոն բավական իր հետ թե հմտություն բերեց, թե մտածելակերպ բերեց, թե դիսցիպլինա կարողացավ սերմանել մեր երիտասարդության մեջ, որը որ շատ կարևոր է երաժշտի համար, բոլորի համար, բայց արվեստի մարդկանց համար հատկապես, որտեղ իրանք միշտ խուսափում են, բայց այդ փորձը, որ ինքը ուներ մեծ երաժիշտների հետ ձայնագրման ժամանակ, իսկապես շատ մեծ, եւ առաջի ալբոմին ես մասնակցել եմ, կոպրոդյուսեր եմ եղել, Պստիկ զինվորը, որը իմ կարծիքով լավագույն ձայնագրություններից մեկն է։ Պստիկ զինվոր մնեմ ապեն Ունիմ սապնեն սկրիվեյդն Մակուրոտը մակուր սիպնե Մակուր չուրը մակուր մատնե Ձայնասկավառակների մի մասն է միայն, ընդհանուր, մոտ 1000-ից ավել է, ստեղ ռոք է, ժամանակակից, սա Muse ժամանակակից խումբ է, Jethro Tull շատ իմ սիրած խմբերից է, իրանց բոլոր ալբոմները ունեմ եւ կարևորը լավ որակի են, այսինքն ժամանակին արդեն սրանք 30-40 տարի։ Բոլորը հին Այո, հին արտադրություն են, որտեղ հիմա կա նոր արտադրության։ Հիմա արտադրում են, վերարտադրում են նորերը, բայց իրանք անցնում են թվային մշակում եւ այդ որակը չունեն։ Դրա համար իսկական եւ իրանք բոլորը շատ լավ ընտիր նոր վիճակում են, որը շատ դժվար է հիմա գտնելը։ Այսինքն աուկցիոններից եւ այլն հետևում ենք, նայում ենք, առնում ենք Weather Report, ջազեր, ստեղ ամբողջը ջազ է, իսկ ներքևը դասական են։ Ստեղ ամբողջ ջազ է եւ ջազ ռոք։ Ահա կա Սանտանայի բոլոր ալբոմները կա, սկզբից մինչև վերջ։ Այդ CD-ներն են։ Լսելու հնարավորություն ունենք։ Սա լեգենդար պրոյեկտ է, որ հիմա շատ դժվար է գտնելը։ Տարիներ եմ անեկել, միջև կարողացել եմ։ Այս մեկը անգլիական է, բայց ստեղ մենք այս տուփի մեջ հավաքել ենք լամպերով Հենց ձեր հավաքածն։ Այո, հավաքած, այս տուփը վերցած է, որը ես մի օր
պետքա շուշա թխտեմ եւ սիրուն մեքենայի ներկով ներկեմ։ Այս լամպերը ռուսական լամպեր են, գերմանական էլ կա, բայց ես որ լսեցի հին ռուսականները ավելի հավանեցի։ I love the way you talk. I like the way you walk. When you walk that walk and talk that talk, you knock me out and off of my feet. Bang, 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 bang. Bang, 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 bang. You shot me right down. I hit the ground. I hit the ground. But bang, bang. Այսօրվա համար այսքանը, հերևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Ինչպես տեսնում եք, կենտրոնը լցված է, շենքերով կառուցում են, որտեղ որ հնարավոր է, որտեղ որ մի քիչ տեղ կա, նույնիսկ տեղեր որտեղ հնարավոր չի, եւ երկար ժամանակ ստեղ ապրելով մոտ 40 տարի եւ դրանից առաջ 12 տարի Նյու Յորքում, որ միշտ սիրել եմ աղմուկը կենտրոնը, հիմա զարմանալի է ինձ համար, որ ես հիմա ձգտում եմ ավելի խաղաղ, հանգիստ, ավելի շատ բնության մեջ եւ արդեն շուտով մեկ ամսից կտեղափոխվեմ մի քիչ քաղաքից հեռու, որտեղ եւ լռության մեջ կշարունակեմ ստեղծագործել, քանի որ իմ մեջ արդեն աղմուկը բավարար է։